177 օր կալանավորված ազգային բարերար Սամվել Կարապետյանը Հայաստանում քաղաքական պատանդի կարգավիճակ ունի, հայտարարել է Գործարարի պաշտպանական խումբը։ Փաստաբան Արամ Վարդևանյանը պնդել է, որ քննչականն ու դատախազությունը գործում են համատեղ եւ չեն կարողանում մեկ փաստարկ ներկայացնել, թե Սամվել Կարապետյանն ինչու պետք է լինի կալանավորված։ Փաստաբանները շեշտում են, Կարապետյանի գործով տեղի է ունենում օրենքի եւ իրավունքի փաստացի ոչնչացում։ Բացառապես շինծու եւ մեղադրական թեկումով ապացույցներ։ Ու այն հարցադրմանը, որ օրինակ բայ այս մարդուն ինչի չեք հարցակրնել, այն մարդուն ինչի չեք հարցակրնել, մեզ տրվող պատասխանը շատ ուղիղ է ու դիպուկ։ Չենք հարցակրնել, որովհետեւ մտավախություն ունենք, որ այդ մարդը հնարավոր է իօգուտ ձեզ է ցուցմունք տալու։ Մենք ինչի անունները կտամ հենց հիմա այդ հայտարարությունն արել է հենց քննչական խմբի ղեկավար Սպարտակ Պողոսյանը, որը ես իմ խորին համոզմամբ դա դուրս է վերջինիս լիազորությունների սահմաններից եւ նա նման կերպ քրեական գործ վարելու իրավասություն պարզապես չունի։ Հայաստանցիների 54%-ը դրական է գնահատում Սամվել Կարապետյանի գործունեությունը, հարցման տվյալները հրապարակել է Gallup International-ը։ Հեռախոսային հարցումներին մասնակցած 1001 քաղաքացիների 64.9%-ը Սամվել Կարապետյանին համարում է քաղբանտարկյալ։ Հնարավոր է։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի եւ Մերձևով շարժման միջև սուր բանավեճ է ծավալվել։ Առիթը նախարարի գրառումն էր, որով նա փորձել էր հակադարձել Մերձևով շարժման պետական պարտքի մասին տեսանյութին, համեմատականներ անցկացնելով Հեցի պարտքային բեռի հետ։ Նախարար Հովհաննիսյանը հայտարարել էր, թե Հեցի պարտքը կազմում է հասույթի 75%-ը եւ սպառողների վճարած հոսանքի գումարի մի մասն ուղղվում է այդ պարտքի սպասարկմանը։ Տնտեսագետ Մերձևով շարժման անդամ Աշոտ Ֆարսյանը պետական եւ մասնավոր պարտքերի համեմատությունը որակել է անհեթեթ, նշելով, որ Հեցը պարտքային միջոցներով առողջացրել է ընկերությունը, ինչի ապացույցը պետական պարտքից ավելի բարձր վարկանիշն է։ Հեցի վերահսկողական կոմիտեն նախարարին հիշեցրել է, որ ընկերության վերացրած վարկերը եւ տոկոսները վճարում է սեփականատերը իր միջոցներից եւ դա չի ազդում սակագնի վրա։ Հայաստանի պետական պարտքը հասնում է 5.4 տրիլիոն դրամի, մոտ 14 միլիարդ դոլարի, որն ի տարբերություն մասնավոր բիզնեսի պարտքի ամբողջությամբ վճարում են Հայաստանի քաղաքացիները։ Երևանի 143 դպրոցներում սմարթֆոնների եւ էլեկտրոնային սարքերի օգտագործումն արգելվել է։ Քաղաքապետարանը այս քայլին գնացել է ստիպված, քանի որ աշակերտների ուշադրությունը դասերին նվազել է։ Խելացի սարքավորումների կիրառումը թույլատրվում է միայն ուսումնական նպատակներով, դասագրքերում QR ծածկագրերից օգտվելու համար, ուսուցչի հսկողությամբ։ Համացանցում հրապարակվել են Խոսրովի անտառպետական արգելոցում զբոսնող բեզոարյան այծերի կադրերը։ Այս կենդանիները որպես վերացող տեսակ ընդգրկված են Կարմիր գրքում։ Հայաստանի կառավարությունը հանձնառու է Հարավային Կովկասում կայուն խաղաղության ամրապնդմանը, հայտարարել է նախագահ Վահագն Խաչատուրյանը Աշխաբադում կայացած խաղաղության եւ վստահության միջազգային տարի 2025 ֆորումի ժամանակ։ Հայաստանի նախագահը համոզված է, որ խաղաղության խաչմերուկ նախագծի եւ դրա բաղադրիչ Թրամփի ուղու իրականացումը կնպաստի տնտեսական աճին, երկխոսությանը եւ մարդկանց միջև շփումներին։ Մենք բացում ենք կայուն խաղաղության, անվտանգության եւ բարգավաճման նոր էջ Հարավային Կովկասում։ Հայաստանն այս հարցում հույսը դնում է իր միջազգային գործընկերների աջակցության վրա։ Խաղաղություն եւ վստահություն միջազգային համաժողովին մասնակցում են նաեւ Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի նախագահները, Կենտրոնական Ասիայի երկրների ղեկավարները։ Համաժողովի օրակարգում գլոբալ անվտանգության եւ կայունության ապահովումն է։ Առաջնորդները քննարկում են նաեւ տնտեսական ոլորտին վերաբերող հարցեր, մասնավորապես հյուսիս-հարավ եւ արևելք-արևմուտք տրանսպորտային միջանցքների զարգացման հեռանկարները։ Կիրակի օրը դեկտեմբերի 14-ին Հայաստանի վարչապետը հայտնել է այս կիրակի Մեծամորի Այգեշատ գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցում կմասնակցի Սուրբ եւ անմահ պատարագին։ Գեղարքունիքի Սոտքի հանքավայրի սահմանային հատվածում Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները տեղզնման աշխատանքներ են արել։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկությունը հաստատել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը, թերքել է շրջանառվող լուրերը, թե ադրբեջանցի եւ հայ զինվորականները քարտեզներով արդեն մի քանի օր է գտնվում են հանքի տարածքում։ Սպասվող նոր սահմանազատման իրավական հիմքերի մասին հարցին Գրիգորյանի գրասենյակը պարզաբանել է, որ այդ աշխատանքները կարգավորվում են տեղական օրենսդրությամբ եւ ազգային ժողովի վավերացրած սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգով։
Հայաստանի վարչապետը Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ անդրադառնալով տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման թեմային դրական է գնահատել իր ադրբեջանցի գործընկերոջ վերջին քայլը՝ ռուսական եւ ղազախական ցորենի բեռները Ադրբեջանով անցնելու թույլտվության համար։ Хочу поприветствовать решение президента Азербайджанской республики по разблокировке транзита для Грузии. Ցանկանում եմ ողջունել Ադրբեջանի Հանրապետության նախագահի որոշումը Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ուղղվող բեռների տարանցման ապաշրջափակման վերաբերյալ։ Սա նշանակալի ձեռքբերումներից մեկն է մեր տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման շրջանակներում։ Արցախի ներկայացուցչությունում խուզարկության ընթացքում քննիչները կոտրել են չերկիզվող պահարանը փրկարարների օգնությամբ։ Փաստաբան Ռոման Երիցյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ կոտրված պահարանի միջից հայտնաբերել են միայն Ազատ Արցախ հանրապետական թերթի մեկ օրինակ։ Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասնակցությամբ հերթական շինծու դատավարությունն է եղել։ Այն գրեթե մոտենում է ավարտին։ Հինգշաբթի տեղի ունեցած կեղծ նիստի ժամանակ ըստ ադրբեջանական լրատվամիջոցների մեր հայրենակիցների ադրբեջանցի փաստաբանները խնդրել են արդարացնել իրենց պաշտպանյալներին։ Հայ գերիների մասնակցությամբ հաջորդ շինծու դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին։ Այն հավանաբար կլինի վերջինը, որից հետո այսպես կոչված դատավորները կհեռանան խորհրդակցական սենյակ։ Սպիտակի ոլորաններում այրվել է բեռնատար մեքենա, դեպքի վայր հասած փրկարարները կանխել են կրակի տարածումը դեպի ցիստերն։ Բարեբախտաբար կրակից ոչ ոք չի տուժել։ Լևոն Արոնյանը հաղթել է աշխարհի ուժեղագույն շախմատիստին նորվեգացի Մագնուս Կարլսենին եւ դարձել է Ռոբերտ Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի հաղթող։ Արոնյանի հաղթական խաղին հետևել են կինն ու դուստրը։ Մտքի խաղի հայ վարպետը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին ամբողջ տարի իր կողքին լինելու համար։ Պատմական արդյունքն ու անապահովեց իր տեղը կոնֆերենցիաների լիգայի փլեյօֆում։ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությունում Նոան սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթանակ տարավ լեհական Լեգիայի նկատմամբ։ Դուբայում կայացած բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի 2025 թվականի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Եվրոպայի փոխ-չեմպիոն 60 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկող Արթուր Բազեյանը պարտվել է Ուզբեկստանի ներկայացուցիչ Աբդումալիկ Խալոկովին եւ նվաճել բրոնզե մեդալ։ Նույն առաջնությունում հանդես եկող մեր մյուս բռնցքամարտիկը Հովանես Բաչկովը դարձել է բռնցքամարտի աշխարհի առաջնության հնգակի բրոնզե մեդալակիր, կիսաեզրափակիչում պարտվելով ռուս Եվգենի Կուլին։ Արդեն 2 օր է, ինչ ուկրաինական ԱԹՍ-ները ինտենսիվ հարձակվում են Ռուսաստանի վրա։ Տվերի մարզում բնակելի շենքի վրա գիշերային հարձակում է եղել, ինչի հետևանքով 7 մարդ է տուժել, այդ թվում 1 երեխա։ Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում չվերտները ժամանակավորապես սահմանափակվել են, իսկ Սանկտ Պետերբուրգ քաղաքում երկրորդ օրն է խափանվել է բջջային ինտերնետի աշխատանքը, ինչը հանգեցրել է զանգվածային բողոքի։ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հաստատել է, որ առաջիկա գագաթնաժողովում Սլովակիան չի աջակցի Եվրահանձնաժողովի առաջարկներին Ուկրաինային 2026-27 թվականներին ֆինանսավորելու վերաբերյալ։ Ֆիցոն նշել է, որ հաստատակամ են իրենց դիրքորոշման մեջ եւ վաղուց են հայտարարել, որ Ուկրաինայում հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Նրա բնորոշմամբ պատերազմի շարունակությունը մարդկանց անիմաստ սպանություն է եւ Սլովակիան չի ցանկանում նպաստել նման լայնածավալ ռազմական աջակցությանը։ This is thanks to strong Եվրամիության նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չպետք է միջամտի եվրոպական ժողովրդավարությանը։ Ավելի վաղ Միացյալ Նահանգների ղեկավարը Պոլիտիկո պարբերականին տված հարցազրույցում Եվրոպան անվանել էր երկրների փտող խումբ, որոնք գլխավորում են թույլ մարդիկ։ Бажаю здоров'я, шановні українці України. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հնարավոր է համարել Ուկրաինայի տարածքների հարցով հանրաքվեի անցկացումը։ Նա մանրամասներ չի հայտնել, բայց հաստատել է ԱՄՆ-ի պահանջը, ըստ որի անհրաժեշտ է դուրս բերել Ուկրաինայի զինված ուժերը Դոնբասից եւ խաղաղության ծրագրի շրջանակում այնտեղ ստեղծել ապառազմականացված գոտի։ Ի պատասխան Զելենսկու հայտարարությանը Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դիմիտրի Մեդվեդևը շեշտել է, որ Ուկրաինայի նախագահը հանրաքվե անցկացնելու միտումով արհեստականորեն փորձում է ձգել խաղաղության համաձայնագիր ստորագրելու գործընթացը։ Ամերիկացի рэփեր Snoop Dogg-ը նշանակվել է 2026 թվականի ձմեռային օլիմպիական խաղերում ԱՄՆ-ի հավաքականի պատվավոր մարզիչ։ Այն կամավորական պաշտոն է եւ նախատեսված է մրցումներից դուրս ամերիկացի մարզիկներին աջակցելու եւ ոգեշնչելու համար։ Snoop Dogg-ը 2024 թվականին աշխատել էր որպես լրագրող Փարիզում կայացած ամառային խաղերում։ Рэփերը արժանացել է 2 Emmy մրցանակի օլիմպիական խաղերի լուսաբանման համար։